Ես ողջունում եմ մեզ միացած բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում, որ 106 եւ 5 հաճախականությամբ եք մեզ միացել, նաեւ թվային հարթակներում կարող եք մեզ դիտել։ Սա թարմուղեղով զրույցն է, իսկ այսօրվա թարմուղեղով իմ զրուցակիցը Էդգար Ղազարյանն է, ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Առաջին անգամ եք մեր տաղավարում, ձեր ոտքը խերով լինի, ինչպես ասում։ Հա, երկրորդ անգամ եք, այս հաղորդմանն եք առաջին անգամ, այս հաղորդմանը ձեր ոտքը։ Երևանին նվիրված մի հատ հաղորդման շրջանակներում եմ հյուր եղել ձեր տաղավարում։ Այսօր Երևանից չենք խոսելու, ընդհանուր պետությունից ենք խոսելու։ Շատ ուրախ եմ ամեն դեպքում, որ մեր տաղավարում եք, բայց վատ բաներից սկսենք երևի, պարոն Ղազարյան։ Համեցեք, ինչը որ հարմար։ Մանդատներ վերցնելու հարցից, դե կարծում եմ, որ կանխատեսելի հարց է ձեզ համար ամեն դեպքում, բոլորը դա են քննարկում, թե ինչու դուք գնացիք այդ ճանապարհով, որովհետև այ ձեր թիմակիցները մի քանի անգամ եղել են այս տաղավարում, այս հաղորդմանը, պնդում էին եւ այլ տաղավարներում պնդում էին, որ իշխանությանը տապալելու ճանապարհով եք գնալու եւ այլընտրանք չկա դրան, նույնիսկ Սամվել Կարապետյանին վարչապետ էիք արդեն անվանում։ Ոնց է ստացվում, որ ամեն դեպքում դուք որոշեցիք, որ գնաք մանդատները վերցնելու եւ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու։ Բայց մանդատները վերցնելը երկու դեպքում պետք է լիներ, բայց եթե առաջադրվում է ազգային ժողովի падգամավորի տեխնացու, նշանակում է, որ ի սկզբանե արդեն որոշում ես կայացնում, որ ընտրվելու դեպքում դու դառնալու ես падգամավոր։ Բայց դուք մեկ սցենար էիք առաջարկել։ Հիմա նայեք, հիմա այն մեր առաջարկած սցենարն այն էր, որ ոչ միայն մենք պետք է լինենք падգամավոր, այլ առաջին հերթին Սամվել Կարապետյանը պետք է լինի վարչապետ, եւ մեր պայքարի հիմնական նպատակը դա էր եւ օրակարգը դեռ շարունակում է մնալ դա։ Ցավոք սրտի Հայաստանում, ինչպես շատերն էին կանխատեսում, ընտրություններ տեղի չունեցան, որովհետև ընդհանուր առմամբ դժվար է բռնապետական ռեժիմներում ընտրություն պատկերացնելը, բայց մենք փորձում էինք հավատալ այդ գաղափարին, որ այնուամենայնիվ հնարավոր կլինի դիմադրությունը հասցնել այն աստիճանի, որ փոփոխություն բերել ընտրություններով, բայց քանի որ բռնապետական ռեժիմը ապացուցեց իր կենսունակությունը, դա հնարավոր չեղավ եւ Նիկոլ Փաշինյանն իր խմբակի հետ վերստին զավթեց մեր ժողովրդի օրինական իշխանությունը։ Բայց այդ պայմաններում մանդատներ վերցնելով մենք շարունակում ենք մեր պայքարը, որովհետև ազգային ժողովը ամենայն դեպս մեր սահմանադրությամբ մեր երկրի գլխավոր քաղաքական մարմինն է, միակ մարմինն է, որ ձևավորվում է համապետական ընտրությունների միջոցով եւ ունի լիազորություններ որոշելու, թե ով պետք է լինի Հայաստանի վարչապետը եւ երբ կարելի է այդ վարչապետին փոխել նորով։ Եվ ստանձնելով падգամավորական լիազորությունները, մենք նպատակ ունենք շարունակել այդ պայքարը եւ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնենք այլ փուլերում։ Փաստացի դուք համարում եք, որ այս ընտրությունները ապօրինի են եղել։ Բայց դեպքում այն ձայները, որ դուք ստացել եք, դրանք էլ ուրեմն օրինական չեն, չէ՞։ Ինչպես Նիկոլ Փաշինյանի ձայները, այնպես էլ ձեր ինչ տարբերություն։ Ինչ տարբերություն, բա կարևոր է թե մարդիկ ինչ հանգամանքներում են մեզ ընտրել։ Մարդիկ, ովքեր մեզ ընտրել են ոչ միայն ամենաազնիվ մղումներով իրականացրել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը, այլ նաև անցել են պայքարի միջով, անցել են զրկանքների միջով, որովհետև մեր կողմնակիցները, падգամավորի տեխնացուներ, վստահված անձինք, մեր գրասենյակի աշխատողներ, մեր պարզապես աջակիցներ տարբեր զրկանքների են ենթարկվել, աշխատանքից են հեռացվել, քրեական վարույթներով են անցնում եւ այլ, եւ մարդիկ այդ պայմաններով են եկել մեր օգտին քվեարկել, ոնց կարելի է դա համարել կեղծված ձայներ։ Ճիշտ է, հակառակը, դրանք ամենաազնիվ ձայներն են, իսկ այն մարդիկ, ովքեր քվեարկել են ԿՊ-ի օգտին մեծամասնությունը, դրանք գտնվել են վարչական ներազդեցության ներքո, նրանք եղել են ընտրակաշառքների Բայց մարդիկ կան, որ ի սրտե են քվեարկում, պարոն Ղազարյան։ Այդտենց մարդիկ էլ կան, անկեղծ ասած, ես նաև քարոզարշավի ընթացքում էլ եմ հանդիպել այդտենց մարդ, ասենք ունես չի, որ այդպես մարդ թարապես չկա, կա օրինակ Արտաշատում, ես տեսել եմ այդպես կնոջը, բայց այն մի շենքի բնակիչներից զգուշացնում է, ասում է, ձեր կողքի շենքի երկրորդ հարկում այդ Նիկոլական կա, դրանից զգուշ կլինեք, որտեղ տեսել եմ։ Ինչ պիտի անեն, որ զգուշ։ Դա ամեն դեպքում պիտի զգուշ, ինչ ասես կարա։ Ինչ ասես ատելություն եք տարածում։ Չէ, ինչ ասես կարա։ Առանց էլ մթնոլորտը սրված է մեր պետությունում, հանրության մեջ։ Նես չի որ չկան, բայց դրանք շատ քիչ են։ Ես վստահ եմ, որ եթե քաղաքացիական պայմանագիր իշխանության չլինի, նրանք ընտրությունների, որ մասնակցեն, շեմ չեն կարող հաղթահարել, այսինքն 4%-ից ավել ձայն ոչ մի պարագայում չեն կարող։ Ու այտենց էլ եղել է, այսինքն մինչև 18 թիվ էլ, չէ, նրանք ընտրությունների մասնակցել են, եւ եթե ժամանակին քաղաքապայմանագիրը Լուսավոր Հայաստանի Հանրապետություն կուսակցությանը դաշինքներ չկազմեր, այդ երկդաշինքը,
Նրանք ոչ Երևանի ընտրություններում կարային հաղթեին, ոչ ազգային ժողովի ընտրություններում կարային հաղթեին։ Այդ կուսակցությունը ինքը թույլ կուսակցություն է, թույլ կազմով, այսինքն անհատական հայտնի գործիչներ, տենց հանրային հեղինակություն վայելող չկան։ Իրենք ինչ քվեներ որ ստացել են, դա միայն փողի վարչական ներազդեցության իշխանական լծակների հետևանք է, հետևաբար ապօրինի է։ Այս ընտրությունների արդյունքում ապօրինի ՔՊ-ականների ստացած մանդատներից, իսկ լավագույն դեպքում այնտեղ կարող լիներ ենթադրենք մի 5 պատգամավոր։ Հստակ օրինակների հանդիպել եք դուք նման։ Ինչի օրինակներ։ Որ ապօրինի օրինակ ճնշումների միջոցով են մարդկանց։ Այո, բավական ենք հանդիպել։ Օրինակ ասեք։ Իսկ որտեղ է արձանագրվել դա։ Նայեք, պարզ տրամաբանություն կա։ Բոլոր այն տեղամասերում, որտեղ քվեարկել են զինվորականներ, այնտեղ Նիկոլ Փաշինյանը ստացել է առավելագույն մեծ թվով ձայներ, այսինքն տրամաբանորեն կարող են չնայած քվեարկությունը գաղտնի է, բայց տրամաբանությամբ կարող ենք ենթադրել, որ բանակը եղել է ամբողջությամբ իշխանական վերահսկողության։ Բայց մենք չենք կարող եզրակացնել, թե այդ զինվորականների մեջից քանիսն է ի սրտե ընտրել եւ քանիսն է ճնշման տակ ընտրել։ Դե նայեք, ընդհանրապես եթե օրենքով ենք շարժվում։ Բայց հաշվի առնելով, որ նրանք զինվորականներ են գտնում են հրամանատարության ենթակայության ներքո, նրանց պայմանները, կենսագործունեությունը, ծառայությունը ամբողջությամբ պայմանավորված է հրամանատարների կամքով, իսկ հրամանատարներն էլ ուղիղ ենթակայության են պաշտպանության նախարարին, որը падգամավորի տեխնացու էր, չէ՞։ Այլ բան է, ասենք ենթադրենք մեր պաշտպանության նախարարն էր ապա քաղաքական գործիչ զինվորական, որը որ առհասարակ հեռու մնար այդ process-ներից, բայց մենք տեսնում ենք ճիշտ հակառակ է, հետեւաբար կարող ենք վստահ եզրակացնել։ Այսինքն պետք է մարդկանց նախ ծանոթացնել ընտրական կարգին, որ քվեախցիկում մարդկանց ձայները չեն տեսանկարահանվում եւ հանգիստ կարող են իրենց ընտրությունը կատարել։ Ամեն դեպքում զինվորականները քվեարկության են բերվում շարքով, զինվորական հրամանատարության ուղեկցությամբ, մենք նաեւ դեպքեր ունեցանք, որ նաեւ ուշ ժամի էին նրանք քվեարկում, այսինքն երբ որ արդեն վերահսկողությունը տեղամասերում թույլ է եւ այլն։ Մյուսը դա պետական կառավարման համակարգն է, որտեղ որ պետական ոլորտի աշխատակիցները նույնիսկ լայքեր անելու գրառումներին հավանություններ տալու հնարավորությունից զրկված են իրենց խոսքի ազատության, կաշկանդվածության աստիճանը, հիշում եք, չէ, Երևանի քաղաքապետը Հայկ Մանուկյանը, երբ որ ասում էր կառավարությունից ինձ զանգել են, ասում են սրան պիտի գործից հանես, որովհետև էսի ինչ ընդդիմադիր գործի գրառմանը հավանության նշանադրը։ Նու պարզ է, չէ, որ դա սուտ չի ասում ինքը եւ այդ համակարգը տոտալ գործում ամբողջ երկրում։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում ես տեսել եմ այդ ընտրակաշառքի էֆեկտը, որը արտացոլվել է թոշակների տեսքով։ Մարդիկ կամ այդ առողջապահության ապահովագրության այդ անվճար բուժօգնության համակարգը, հատկապես 65 տարեկանից բարձր քաղաքացիները թողել է ուղիղ ազդեցություն։ Մարդիկ օրինակ մեզ ասել են Նիկոլ Փաշինյանը մեզ տվել է 10000 դրամ փող։ Դուք ինչ եք մեզ տալի։ Այսինքն ակնքը ստացել է այդ փողը, ընկալել է որ դա իր ընտրական կամքի վրա ազդող գործոն է, եւ եթե այլ ընտրանք չկա, իրան ուրիշ փող տվող չկա, իսկ իրան բացի ԿՊ-ից ուրիշ ոչ մեկը փող չի տվել, ես վստահեցնում եմ, ինքը ընտրությունը կատարել է այդ գործոներով պայմանավորված։ Նրանք քիչ չեն, ասենք մեր երկրում կան 600,000 տարբեր տիպի թոշակներ ստացող մարդիկ, որոնցից մոտ 500,000-ը կենսաթոշակ ունեն, այսինքն սա էլ քվեարկության արդյունքների վրա որ տեղափոխում ենք ուղիղ ազդեցություն ա թողում։ Մասնավոր բիզնեսի շատ ներկայացուցիչներ տեսնելով մյուս բիզնեսմենների նկատմամբ վերաբերմունքը անցնում են իշխանության հետ համագործակցության եւ այս ամեն ինչի հետևանքով էլ չասեմ չվերահսկվող ֆինանսական միջոցներ, չէ դրոնների շոունը տենց էլ ոչ մեկ չի կարողանում ասել ինչքան փող են տվել, ոնց են տվել, ինչի է ԿՊ-ի բոլոր գրասենյակները համարյա անհատույց իրանց տրամադրված, ինչի իրանց գրասենյակի աշխատողներ աշխատավարձներ չեն ստացել, բայց պարզավոր եղել են այնտեղ Այսինքն չվերահսկվող հսկայածավալ ֆինանսական միջոցների ամեն ինչ ուղիղ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների եւ նրանք կեղծիքներով են հայտնվել այնտեղ։ Իսկ այն մարդիկ, ովքեր վստահաբար ասում էին, որ ձեզ են ընտրելու, թեկուզ քարոզարշավի ընթացքում, համոզված եք, որ իսկապես ձեզ են ընտրել, կամ այն մարդիկ, ովքեր հրապարակում էին, գալիս էին ձեզ սատարելու, վստահ եք, որ իրանք իսկապես ձեզ են ընտրել։ Որ չեն ընտրել, մենք ոնց ենք դարձել։ Դե դուք վստահ եք, որ ամեն դեպքում իշխանության եք լինելու այդ տոկոսը, այդ ձայներով։ Եթե այդ կեղծիքները չլինեին, այսինքն եթե Հայաստանում կազմակերպեր ազատ, հավասար հիմունքներով
ժողովրդավարական ընտրություններ, ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք այդ ընտրությունները։ Մենք 18 թվականին տեսանք, թե ինչ եղավ, երբ Սերժ Սարգսյանը գնաց երրորդ ժամկետի եւ Նիկոլ Փաշինյանը միանգամից Գյումրիից սկսեց, չէ՞, քայլել, բողոքելով տեղի ունեցողին եւ համաձայն չլինելով իրավիճակի հետ եւ հիմա էլ ինքը առաջարկում է ձեզ, ասում են դե ուզում եք հեղափոխություն արեք։ Ինչ նախնդիրը, որ փողոց չեք գեներացնում, այսինքն եթե կան այն մարդիկ, ովքեր ձեզ սատարում են, ընտրությունները կեղծ են եղել, դուք հավատում եք, որ ամեն դեպքում ապօրինի է այս ամենը տեղի ունեցել։ Ընդդիմադիր դաշտում ձեզ սատարողները շատ են նաև կուսակցություններից։ Լավ, ինչու չեք միավորվում եւ փողոցից սկսում այդ ամենը։ Իսկ ով ասում, որ դրա խնդրի լուծման ձևը փողոցային շարժումն է եւ դա արդյունք է տալու։ Պետք է վստահ լինել, չէ՞, որ դա խնդրի լուծմանն է բերելու։ Օրինակ, ենթադրենք մարդիկ հավաքվել են փողոցում, արտահայտում են իրենց դժգոհությունը։ Իսկ դա ի վերջո ինչ հանգուցալուծում է ունենալու։ Այն որ ինչ որ Նիկոլ Փաշինյանն է խոսում եւ առաջարկում, դա իշխանության տապալման բռնի անօրինական եղանակը ինչը հանցագործություն է զարմանում է որ գլխավոր դատախազը այդ հայտարարությունից հետո նրան մեղադրանք չի առաջադրել եւ չի ձերբակալել որովհետեւ ասում է գնացեք դուրս եկեք փողոց հեղափոխություն արեք այսինքն ինքը ինչ է պատկերացնում հետո ինչ պիտի անեն իդեպ ինքը տենց մարդկանց ապօրինությունների հանցանքի դրթելու բազմաթիվ այլ հայտարարություններ արել հիշում եք ասում էր ինձ տարեք եթե որևէ մեկը ինձ կմեղադրի կոռուպցիայի մեջ կարող տանեք հրապարակում կախեք եթե ժողովուրդը կորոշի որ ինձ պետքա գնդակահարի ես լուր կգնամ կանգնեմ գնդակահարության պատի տակ բացարձակ ապօրինի հանցանքի դրթող քայլեր հանցագործության դրթող բաները չէ կոչերը հիմա էլ նույնն ասում է դուրս եկեք փողոց ապստամբություն արեք երբ որ դա օրենքով արգելված է, հեղափոխություն, ո՞նց պիտի անեն հեղափոխ, ի՞նչ պիտի անեն այդ։ Դե իր օրինակով ուզում։ Դե հիմա իր օրինակով արել են, ինքը չի ընդհարգել մարդկանց պահանջին։ Օրինակ ինքը ասում էր, չէ, 18 թվին օգոստոսի 17-ին էր կարծեմ 100 օրվա կապակցությամբ հանրահավաք հրավիրել։ Ասում այսուհետև մենք անցնում ենք ժողովրդավարության։ Մեր ժողովուրդը պետք է հավաքվի հանրապետության հրապարակում ու ինչ պահանջ որ դնի իշխանության ներկայացուցիչները պետք է իջնեն այդ պահանջը լսեն ու գնան կատարեն, չէ՞, այդ ինքն է ասում։ Հիմա 2024 թվականի մայիսի 9-ին սրբազան շարժման ժամանակ աննախադեպ թվով մարդիկ հավաքվել էին իր ասած վայրում, հանրապետության հրապարակում, եւ ասում են, քանի որ դու Տաուշից 4 գյուղեր Արաքից տարածներով ապօրինաբար առանց պայմանագրի, առանց հանրակրվեի, սահմանադրությունը խախտելով, Ալիևի պահանջը կատարելով հանձնում ես, մենք դեմ ենք, դու հրաժարական դու գնա, դա մի կատարի։ Ինքը կատարել ժողովրդի պահանջը, ես չեմ հիշում, որ ինքը կատարել։ Հիմա էլ, եթե նկատել եք այդ փողոցային շարժման կոչերը իրանք են անում ավել, այսինքն ոնց հասկանում դա իրանց է ձեռնատու, որպեսզի լարվածություն ստեղծեն ավելորդ հասարակության մեջ, ոչինչ չտվող, արդյունքի չտվող, ուժ կիրառեն իրենց ապօրինի գործողությունները փորձեն դրանով լեգիտիմացնել։ Մենք արկածախնդրության չենք գնում, մենք իրան իշխանությունից հեռացնելը պահում ենք որպես օրակարգային հարց եւ քննարկում ենք այնպիսի լուծումներ, որոնք որ եւ հնարավոր են եւ օրինական են եւ արդյունավետ կլինեն։ Օրինակ փողոցային պայքարի դրսևորումներ ես դες մի օրինակ բերեցի, չէ՞, սրբազան շարժում, բայց դրանից առաջ եղել է հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում, անկախության շարժում, 23 թվին եղավ ազգային կոմիտե ստեղծվեց։ Դրանք բոլորը փողոցային պայքարի դրսևորումներ են, որոնք արդյունք չեն տվել։ Մենք հիմա չենք գնում այն ճանապարհը, որ Նիկոլ Փաշինյանին փողոցով հեռացնել հնարավոր չի, ընտրությամբ հեռացնել հնարավոր չի։ Որն է երրորդ տարբերակը։ Երրորդ տարբերակը ազգային ժողովի միջոցով այդ խնդիրը լուծելն է։ Ոնց այդ ճանապարհը ոնց եք տեսնում։ Այ նախորդ գումարման ազգային ժողովում եղել են երկու ընդդիմադիր ուժեր, որոնց չի հաջողվել դա անել։ Դրա համար հիմա ձևավորվել է նոր խորհրդարան, որը որ մտածելու է եւ քննարկելու է թե ինչ օրինական հնարավոր եղանակով է հնարավոր իրան հեռացնել եւ ես կարծում եմ որ դա մեզ կհաջողի։ Բավարար են մանդատները։ Գիտեք ինչ այդ որոշման կայացման իհարկե եթե նայենք խորհրդանի կազմը ըստ խմբակցությունների բավարար չեն որովհետեւ բավարարելու համար պետք է կեսից ավելին իսկ կեսից ավելին այս պայն ապօրինության հետևանքով տնօրինի նոմա ԿՓ նույնիսկ 5 մանդատ գողացան ԲՀԿ-ից չէ եթե ունենալով 3/5 նույնիսկ հիմա մեծամասնություն բայց այդ որոշումները ինչի մասին որ ես խոսում եմ վարչապետին անվստահություն հայտնելու կառավարության ծրագրին հավանություն չտալու եւ այլ որոշումները դրանք կայացնում են ոչ թե խմբակցությունները այլ падգամավորները եւ ես կարծում եմ որ ժամանակի ընթացքում մեզ կհաջողվի падգամավորների հետ ունենալ արդյունավետ աշխատանք եւ նրանց բացատրել մեր երկրի սահմանադրական կարգը
եւ իրենց հեռու պահել այն ապօրինություններից, որոնք իրենք մինչեւ հիմա թույլ են տվել մեր պետության եւ ժողովրդի։ Մենք չենք տեսնելու այն բախումը, որ եղավ Պատիվ ունեմի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերի միջեւ, այսինքն այս ազգային ժողովում լինելու է համերաշխ համագործակցություն, ճիշտ եմ հասկանում, ընդդիմադիր ուժերի միջեւ։ Գիտեք, այտենց քննարկումներ չի եղել, թե մեր երկու ընդդիմադիր խմբակցությունները ինչ ռեժիմով են աշխատելու, ամեն դեպքում նրանք տարբեր քաղաքական ուժեր են եւ Բայց մեկ նպատակով, չէ՞։ Կա ընդհանուր, ոչ թե մեկ նպատակով, մեկ ընդհանուր նպատակ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցում ես վստահ եմ, որ մեր պատկերացումները համընկնում են, այսինքն եւ Ուժեղ Հայաստանը եւ Հայաստան Դաշինքը նպատակ ունեն Նիկոլ Փաշինյանին հնարավորինս շուտ հեռացնել իշխանությունից, բայց այնուամենայնիվ դրանք տարբեր քաղաքական ուժեր են եւ առանձին ենք մենք ի վերջո մասնակցել ընտրություններին եւ խորհրդանում ներկայացված ենք լինելու որպես առանձին խմբակցություններ։ Օրինակ ընտրական օրենսգիրքը թույլ տալիս է, որ կոալիցիա ձևավորի ոչ միայն իշխանության ձևավորման համար, այլ նաեւ ընդդիմությունը ձևավորի կոալիցիա։ Բայց մենք չենք քննարկում ընդդիմադիր կոալիցիա ձևավորելու հարցը, այսինքն խորհրդանում էլ մեր երկու քաղաքական ուժերը հանդես կգան որպես առանձին քաղաքական ուժեր, բայց վստահ եմ, որ շատ հարցերում հաշվի առնելով նաև գլխավոր խնդրի նկատմամբ ունեցած համախոհությունը կդիտարկվեն գլխավոր խնդրի լուծման նպատակով համագործակցության բոլոր հնարավորությունները։ Իսկ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ աշխատանքը ոնց եք պատկերացնում։ Պատկերացնում եմ այնպես, որ բոլոր այն արտախորհրդարանական ուժերը, ովքեր կցանկանան մեր գլխավոր նպատակի իրագործման հարցում մեզ խորհրդանից դուրս աջակցություն ցուցաբերել, այդ մոտեցումը կլինի ողջունելի մեզ համար։ Ձեր թիմը խոսում էր շատ երկար ժամանակ 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձի կանխման մասին, եւ դա այն սցենարները, որ օրինակ մենք Նարեկ Կարապետյանի հետ այս տաղավարում քննարկել ենք, հավանական էր իմ տպավորությամբ իշխանություն լինելու պարագայում։ Հիմա երբ ձեզ չհաջողվեց գալ իշխանության, արդյոք ընդդիմություն լինելու պարագայում ունեք արդեն սցենարը, թե օրինակ ձեր հետ ասած իրավիճակին ոնց է կանխարգելիչ քայլերով դիմակայելու, արդյոք քննարկում ունեցել եք այդ մասով, թե ոչ։ Դա իհարկե բնական ավելի դժվար է, այսինքն մեր խորհրդարան գնալու հետ կապված տենց շատ մեծ սպասելիքներ դիմակայելու դժվարություններին պետք չի ունենալ, որովհետև ցավոք սրտի ԿՊ-ն այդ իշխանազավթման հետևանքով ունի մեծամասնություն, նույնիսկ 3/5 մեծամասնություն, ինչը իրենց հնարավորություն է տալիս ընդունելու օրենքներ, կարևորագույն պաշտոններում կատարել նշանակումներ, հետևաբար մեր այնտեղ գտնվելը ըստ էության հիմնական որոշումների վրա ազդեցություն չի ունենալու։ Տեսեք, պարոն Ղազարյան, դուք եք ասում, որ օրենք են ընդունելու, օրենք ընդունելու վայր ազգային ժողովը, այսպես շատ կենցաղային լեզվով ասենք, եւ այն ձայները, այն մանդատները, որ ունի Նիկոլ Փաշինյանի թիմ, բավականին շատ է եւ դժվար է լինելու ձեզ համար, բայց դուք ասում եք, որ խորհրդարանում եք դուք փոփոխություն անելու։ Եթե մանդատները ձեզ չեն բավականացնելու օրենքների փոփոխության հարցում ազդեցություն ունենալ, լավ, ի՞նչն եք փոխելու դուք։ Նայեք, Նարեկ Կարապետյանն էլ հայտարարել եւ դա այո մեր ծրագրերում է, որ խորհրդարանական մեր գործունեությունը մենք անհրաժեշտ պահի զուգակցելու ենք նաեւ հրապարակային փողոցային պայքարի գործողությունների հետ։ Այսինքն գտնվելով խորհրդարանում, իրականացնելով ազգային ժողովի կողմից կառավարությանը վերահսկելու մեր ֆունկցիաները եւ ավելի մոտ գտնվելով տեղեկատվությանը, քննարկումներին, ավելի հասանելի լինելով դրան, մենք մեր հանրության առջև բարձրացնելու ենք բոլոր այն խնդիրները, բոլոր այն ռիսկերը, որոնք առկա են լինելու եւ անհրաժեշտ պահի ակնկալելու ենք հանրության աջակցությունը։ Իսկ հանրության աջակցության պարագայում ես կարծում եմ, որ նաեւ այն падգամավորները, որոնք այս պահին ընդգրկված են քաղաքացիական պայմանագիր խմբավորման կազմում, նրանց մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կցուցաբերեն առողջ տվյալ պահի համար քաղաքական գիտակցություն եւ կկատարեն հանրության պահանջը, ինչը որ յուրաքանչյուր падգամավորի, այդ թվում նաեւ իրենց պարտականությունն է։ Եվ մեր ժողովուրդը այդ պահին թույլ չի տա, որպեսզի մեր պետականությունը վերջնականապես կործանվի եւ հանձնվի ադրբեջանցիների տնօրինության, ինչի ռիսկերը որ հիմա
կան, այն որ մենք խոսում ենք 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու վտանգների մասին, դա ոչ թե վերացական ինչ-որ պատկերացումներ են կամ երևակայություն, այլ մենք խոսում ենք Ադրբեջանի կողմից ներկայումս մշակված եւ արդեն իրագործման փուլում գտնվող պետական քաղաքական ծրագրի մասին։ Դե ընդհանուր առմամբ իրենք անդադար արևմտյան Ադրբեջանի մասին Իրանք եւ արևմտյան Ադրբեջանի մասին են խոսում եւ նաեւ խոսում են այդ բնակեցման մեխանիզմների, հնարավոր փուլերի, քայլերի մասին, բարձր չէ, որ դա մի ակնթարթում չի լինելու է աստիճանաբար, ասենք օրինակ հենց այս օրերին Նիկոլ Փաշինյանը նորից վերստին, չգիտեմ, որտեղից է իր մոտ հայտնվել ադրբեջանական թղթադրամներ, վարձատրում են իրան, թե ինքնա ձեռք բերել, թե ինտերնետից է նայել, չեմ կարա ասեմ, բայց ինքը վկայակոչելով ադրբեջանական թղթադրամները խոսում է անկլավների մասին, խոսում է տարածքային նոր փոփոխությունների մասին, բարձր չէ, որ եթե մեր ժողովրդին մեր հետ միասին չհաջողվի խափանել իր այդ մտադրությունը, այդ տարածքները պիտի ինքը հանձնի Ադրբեջանին։ Եթե տարածքները հանձնեց Ադրբեջանին, Ադրբեջանը իրավունք կունենա, չէ, տարածքներում բնակեցնի նաև ադրբեջանցիների։ Հիմա ասենք, եթե Տիգրանաշեն գյուղում բնակություն հաստատեն 500 ադրբեջանցիներ, մենք կարող ենք մտածել, որ այդ 300,000-ից 500-ը արդեն եկել են եւ ապրում են այն տարածքում, որը այսօրվա մեր խոսակցության պահին հայկական տարածք է եւ իրավաբանորեն եւ ֆիզիկապես, չէ՞։ Հիմա այդ վտանգը այսօրվա իր խոսույթով գոյություն ունի։ Եվ մենք այդ մասին շարունակելու ենք մեր բարձրաձայնումները նաև նոր կարգավիճակում եւ ցույց ենք տալու մեր ժողովրդին այդ վտանգները եւ անհրաժեշտ պահին դիմելու ենք նրանց աջակցությանը, որպեսզի մենք բոլորս միասին դիմակայենք այդ վտանգներին։ Հայ հանրության մեծ մասը, ինչպես հասկանում եք, չի սատարում Նիկոլ Փաշինյանին։ Այո, մեծամասնությունը, այո։ Իսկ ով է սատարում Նիկոլ Փաշինյանին։ Ադրբեջանը եւ Թուրքիան եւ նրանց հիմնական քաղաքական, տնտեսական առումով աշխարհաքաղաքական գործընկեր հանդիսացող պետություններն ու միջազգային կազմակերպությունները։ Կթվարկեք։ Օրինակ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, բնականաբար ՆԱՏՕ-ի անդամ երկրները ուրախ են Թուրքիայի բոլոր հաջողություններով։ Վերջերս էին այցելել Թուրքիա անցկացնելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Եվրոպական միությունը, որը ուղիղ շահերով կապված Ադրբեջանի հետ պայմանավորված Միջին Ասիայից Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով վառելիք էներգետիկ ռեսուրսները Եվրոպա հասցնելու մտադրություններով եւ իրենք բաց են արտահայտում իրենց աջակցությունը, չէ՞։ Մենք տեսել ենք նախընտրական շրջանում մայիսի 4-ին այն քաղաքական միջոցառումը եվրոպական քաղաքական համայնքի ոչ պաշտոնական գագաթնաժողով, որ հատուկ կազմակերպվել էր Երևանում ռոպագանդայի իմաստով, ԱՄՆ փոխնախագահի այցելությունը, ԱՄՆ պետքարտուղարի այցելությունը նախընտրական շրջանում, սրանք բոլորը Ֆրանսիայի նախագահի այցելությունը, որը գագաթնաժողովի մասնակցելուց հետո պետական այցի ձևաչափով եւս մի քանի օր մնաց Հայաստանում եւ իր բաց քաղաքական աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ինչու, ինչ եք կարծում։ Շահեր ունեն, ընդհանրեն իրենց շահերով պայմանավորված։ Շահերը։ Դա ասեցի, հիմա Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության պայմաններում Եվրոպական միությունը այլընտրանքներ է փնտրում վառելիքաէներգետիկ ռեսուրսները Միջին Ասիայից դեպի Եվրոպա հասցնելու ուղղությամբ եւ այդ ճանապարհին իրենց հիմնական գործընկերներն են դառնում Ադրբեջանը եւ Թուրքիան եւ ֆիզիկական հասանելիությունը տարածքների, որտեղ կա հայաստանյան հատվածի դեմս Սյունիքի, իրանց համար ռազմավարական հետաքրություն է։ Իսկ իրականում Հայաստանի շահերը այս պահին ում հետ են համընկնում։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի հայ ժողովրդի։ Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի մասին պետք չի այդպես ենթադրություններ անել։ Հայաստանն ունի ազգային անվտանգության ռազմավարություն, որը վերջին անգամ հաստատել է Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հուլիսին։ Եվ այդ փաստաթղթում հստակ նշված են, թե Հայաստանի անվտանգային շահերը որ ուղղությամբ, որ երկրների եւ կազմակերպությունների հետ են առնչվում եւ նույն այն երկրների հետ, որոնք հիմա Նիկոլ Փաշինյանը այլ տիպի հարաբերություններ ուզում կառուցել, մեր անվտանգության ռազմավարությունը շատ ավելի ողջամիտ ձևակերպումներով է, ընդ որում Նիկոլ Փաշինյանը 20 թվականին որ հաստատել է, մեծ մասը արտագրել է 2008 թվականին, 7 թվականին հաստատված ազգային անվտանգության ռազմավարությունից։ Օրինակ Եվրոպական միությունը մեր երկրի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող կազմակերպություն է։ Բայց այդ կազմակերպությանը մենք երբևէ
նույնիսկ հիմիկվա գործող անվտանգության ռազմավարությամբ անդամակցելու նպատակ չենք ունեցել, որովհետև մեր երկիրը անդամակցում է այլ տնտեսական միավորի Եվրասիական տնտեսական միության, ինչը անհամատեղելի է բայց Եվրոպական միության, եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացումը չափազանց կարևոր է Հայաստանի համար։ ԵԱՏՄ-ում մեր դիրքերը ամրապնդելը, ՀԱՊԿ-ի անդամ մնալը եւ այդ ընդհանուր քաղաքական անվտանգային համակարգից օգտվելը շահեկան է մեր անվտանգության համակարգին։ Հիմա մենք գտնվում ենք մի վիճակում, երբ որ Նիկոլ Փաշինյանը առանց վերանայելու մեր հիմնական անվտանգային հայեցակարգային փաստաթղթերը այդպես էմոցիոնալ, պահի ազդեցության տակ, ընթացը սկսում է վերադասավորումներ անել, որոնք որ առաջացնում են ուղղակի ցնցումներ տարբեր երկրների եւ կազմավորնակ հիմա հայ-ռուսական հարաբերությունները չես կարող այլ կերպ ձևակերպես, քան ցնցումներ, չէ, որը բերել է լարվածության, ինչ-որ իմաստով ճգնաժամային, որի հետևանքները կրում են հազարավոր գյուղացիական տնտեսություններ, վերամշակող ձեռնարկություններ, նրանց աշխատակիցներ, չէ, որոնք միլիոնավոր դոլարների վնասներ են կրում։ Եվ ոչ ոք չի կարողանում հասկանալ, ասենք, ինչի համար է դա արվում։ Ինչ շահ կա դրանից, ինչ նպատակ կա այդ ամեն ինչ անելու։ Իրանի հետ հարաբերություններում, չէ, հիմա կնքվել է այդ TRIP համաձայնագիրը, որի մասին այլևս ոչ ոք չի խոսում, այսինքն դա սկի ֆունկցիոնալ նշանակություն չի ստացել, բայց մեծ լարվածություններ առաջացել, խնդիրներ առաջացրել Իրանում որպես մեր բարոյտը նրանք անընդունել են համարում սահմանների փոփոխության, տարածաշրջանի դերակատարների փոփոխության հետ կապված նոր իրողությունները, որոնք իրենց համար վտանգ են ներկայացնում, որովհետև TRIP-ի հիմնական գործընկերը Հայաստանի 74%-ի Միացյալ Նահանգները, որ այս պահին փաստացի ռումբեր է նետում Իրանի վրա։ Հիմա ես ում հասկանամ այս վերադասավորումները, այս փոփոխությունները անելու իմաստը որն է, եթե դա միայն նոր սպառնալիքներ է ստեղծում մեր համար։ Տնտեսական ինչպիսի կանխատեսումներ ունեք ապագայի համար եւ այդ տնտեսվարողները վատ իրավիճակում են հայտնվել։ Ինչ է լինելու սրա վերջը։ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է շուկան փոխել, դե իրենք դեպի Եվրոպա են առաջարկում, արդյոք հավանական համարում եք ամեն դեպքում։ Ճիշտ է, դրա մասին մի փոքր խոսեցիք, բայց ամեն դեպքում կուզեմ ավելի մանրամասն։ Եթե շարունակվեց այս քաղաքականությունը, շատ ավելի վատ աղետալի վիճակի մեջ հայտնվելու մեր տնտեսությունը, քան հիմա ունի։ Եվրոպական միության հետ այդ ձևով հարաբերություններ չեն զարգացնում։ Ես Եվրոպական միության առանցքային երկրներից մեկում 4 տարի դեսպան եմ եղել եւ շատ լավ գիտեմ այդ շուկայի եւ առանձնահատկությունները եւ հայկական ապրանքներ ընդեղ վաճառելու դժվարությունները, որոնք պայմանավորված են բազմաթիվ գործոններով։ Օրինակ Եվրամիությունը հիմա պատրաստ է ժամանակավորապես մեզ արտոնություններ սահմանել միայն Թուրքից ազատելու եղանակով, ինչ որ իդեպ մենք ունեցել ենք մինչև 19 թվականը GSP+ առևտրային ռեժիմը, բայց դեռևս գոյություն են սերտիֆիկացման հետ կապված խնդիրներ, շարունակել են գոյություն ունենալ լոգիստիկ խնդիրներ, այսինքն Թուրքիան դեռևս փակապահում Հայաստանի հետ սահմանը, իսկ Թուրքիան Եվրամիության մաքսային միության անդամ է, այսինքն հայկական բեռները այդ շուկայում հասնում են շատ ավելի բարձր գնով, քան եվրոպական այլ երկրներից, ասենք օրինակ պտուղը, թարմ պտուղը Թուրքիայից կամ միջերկրածովյան ավազանի երկրներից Լեհաստան շատ ավելի հեշտ է հասնում, ավելի կարճ ճանապարհով եւ ավելի էժան, քան կարա գնա Հայաստանից դեպի եվրոպական երկրներ։ Բացի այդ այնտեղ կան լոգիստիկ խնդիրներ, այսինքն այնտեղ ապրանքը վաճառվում է մեծ սուպերմարկետներում, հիպերմարկետներում, որոնք ունեն մատակարարման ռեժիմներ, այսինքն նրանք չեն կարող ընդհատվել մատակարարումը, որպեսզի դու իրանց ապահովես անընդհատ մատակարարումներով, պետք է այնտեղ պահեսներ ունենաս, պահեսներում միշտ դե եվրոպական ստանդարտներ են ասում, դա դրա հետ միասին կա նաև շատ խիստ մրցակցություն եւ հատկապես գյուղատնտեսական վերամշակող արդյունաբերության առումով նաև ներքին պրոտեկցիոնիզմ, եթե հիշում եք, օրինակ Բեռլինում, եվրոպական այլ քաղաքներում անցյալ տարի ֆերմերները մեծ ցույցեր էին անում, անգամ ասում են եվրոպական մյուս երկրներից մեր երկրներ ապրանք մի բերեք, որպեսզի իրանց երկրում արտադրված ապրանք, այսինքն հասարակական դիմադրություններ կա, չեմ ասում շուկայի կայուն ձևավորված լինելը։ Իսկ Եվրոպայի շուկայում հայկական ինչը մրցունակ կլինի։ Շատ քիչ վերամշակող արդյունաբերության, թարմ մթերքների բանջարեղենի իմաստով գրեթե ոչ մի բան չկա, դե մինչև հիմա որ չի եղել, չի եղել, որովհետև չի հնարավորություն չի եղել մրցակցելու։ Իսկ դրա փոխարեն, ասենք,
Եվրասիական տնտեսական միության շուկան միշտ եղել է ավանդական, հասանելի եւ գրավիչ եւ օգուտ է բերել։ Ընդ որում Հայաստանը այս խնդիրները ԵԱՏՄ-ի հետ ստեղծում է այն ժամանակ, երբ որ ԵԱՏՄ-ի ամենադրական զարգացման էտապն է, այսինքն օրինակ ԵԱՏՄ-ն Իրանի հետ կնքել է ազատ առևտրի համաձայնագիր, իսկ Հայաստանը Իրանի հետ ցամաքային սահմանը դա ԵԱՏՄ Իրանի միակ ցամաքային սահմանն է, այսինքն այդ համաձայնագիրը Իրանի շուկայում հայկական ապրանքները իրացնելու նոր հնարավորություններ է բերում։ ԵԱՏՄ-ն ինքը իր հերթին համագործակցում է Շանհայի կազմակերպության հետ, Չինաստանի հետ, Սինգապուրի հետ։ Այսինքն այդ կազմակերպության մեջ մեր դիրքերը օգնում են կազմակերպության հարաբերությունների զարգացման իմաստով նոր մեզ համար ավելի հասանելի, հնարավոր եւ մեծ շուկաներ յուրացնել։ Ու այս պայմաններում մենք խզում ենք մեր հարաբերությունները այդ մեծ կազմակերպության հետ, որ ինքնին արդեն մեզ համար շահեկան էր եւ նոր խզել է։ Դե փաստացի խզվել է, էլի, բայց հիմա այդ ապրանքները շուկայում չի վաճառում էլ խզելը ոնց է ալնում։ Դե ըստ օրենքի խզված չի ամեն դեպքում։ Դե նույնը դե հենց այդ է էլի, որ իրանք նույնիսկ այդ վճռականություններ չունեն։ Տեսեք, արդեն 3-րդ տարին է հապկին ոչ անդամավճար են մուծում, ոչ զորավարություններ են անցկացնում, ոչ գագաթաժողովներ են մասնակցում, բայց կազմակերպությունից է դուրս չեն գալի։ Բայց եթե դուք դժգոհ եք, եթե վատն է, չէ, դուրս է, այսինքն նույնիսկ այդ որոշումը կայացնելու համարձակությունը չունեն։ Մենք խնդիրներ են ստեղծում։ Հիմա նույն ձեռագիրը գնում է ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում։ Դժգոհություններ, խնդիրներ, Եվրոպայի ուզում դուս եկեք այս կազմակերպությունից գնացեք, դեռ ձեզ ընդեք ընդունեն։ Բարձր չէ որ չեն ընդունելու։ Որտեւ իրանք էլ հետաքրքրություն չունեն դա լրիվ, բայց եթե չեն ընդունելու, այդ հեռանկարը իրատեսական չի, անտեղի։ Այդ խնդիրները ինչի է ստեղծում մանավանդ այն դեպքում, երբ որ 17 թվից ՍԵՊԱ-ի համաձայնագիրը կնքված է 900 էջ։ Հələ մի այդ ՍԵՊԱ-ի համաձայնագրի պահանջները կատարեք, տեսնեմ խնդիրներ կունենաք դուք Եվրամիության հետ։ Այսօր նորա ներքին գործերի նախարարը խոսում ասում է բիոմետրիկ անձնագրերի համակարգ ենք դնում վիզաների ազատական 19 թվին բիոմետրիկ անձնագրերի համակարգը չեղարկել են, վաղուց ներդրված էր, ու ՍԵՊԱ-ի համաձայնագիրը նախատեսում, եթե իրենք 8 տարվա իշխանություն են, եթե ՍԵՊԱ-ի համաձայնագրի դրույթները կյանքի կոչեին, մենք հիմա վաղուց պիտի Եվրամիության հետ ունենայինք ազատական ռեժիմ վիզայի հարաբերությունների։ Բայց իրականում դրա մասին խոսում են, փաստն է, որ վիզաներ ստանալը Հայաստանում դարձել ավելի դժվար, հերթերը ավելի շատ են, турքերը ավելացել են, մերժումները շատացել են, եւ այդ համաձայնագրի քննարկումների պատճառն է, որ ամիսը մի սամալյոտ Գերմանիայից դեպորտ են անում։ Որտեւ այդ ազատականացման մի պայմանն է, որ դու պիտի քո քաղաքացիներին, ովքեր որ անօրինական հիմքով են ընդե, պիտի անպայման ընդունես։ Այսինքն այդ բանակցությունները բերել են դրան, որ հիմա Գերմանիայում ապրող հայերին արտաքսում են։ Մենք ստից վիզա չենք, բայց երբ հիմա իրանց խոսածից կասես մենք բանակցում ենք վիզաների ազատականացման ուղղությամբ։ Դրա փոխարեն ավելի լավ էր իրական քայլեր ձեռնարկեք եւ մենք այսօր արդյունք կունենայինք։ Պարոն Ղազարյան, մի հարց էլ քննարկենք ու արդեն ավարտենք մեր զրույցը։ Քաղաքացիական պայմանագիրը իր նախընտրական ծրագրում նաև անդրադարձել է եկեղեցու հարցին, բարեփոխման, ինչպես իրենք են ասում, եւ կարևոր կետերից են համարում իրենց առաջնահերթությունների մեջ։ Այդ դրա դեմ դուք ոնց եք պայքարելու։ Որոշ ժամանակ դադար էր այն ամեն ինչ տեղի պատարակները դի շատ վտանգավոր է։ Այդ ասենք բարձր չէ, որ ինքն դե աղոթելու համար չի գնում, հաղորդություն ստանալու համար չի գնում, վատ բանի համար է գնում։ Դա ամենամեծ խնդիրներից է, որովհետև դա նախ ասեմ ձեզ ապօրինի է, որովհետև մենք ունենք կրոնական կազմակերպությունների խղճի դավարանքի մասին օրենք, որով արգելվում է, ուղղակի արգելված է օրենքով պետական իշխանության մարմիններին միջամտել որևէ կրոնական կազմակերպության ներքին կազմակերպական, դավանաբանական խնդիրներին։ Իսկ ինքը նպատակը դրել Հայաստանյան առաքելական եկեղեցու կառուցվածք փոխի, հոգևոր առաջնորդի փոփոխություն անի, չափանիշներ սահմանի, ընտրություն անի, ժամանավսս բաներ ա գա։ Այսինքն դրանք բոլորը ապօրինի են, հələ ավելին քերական օրենսգիրքն էլ կրոնական կազմակերպության գործնեության ծեսին միջամտելը համարում է որպես հանցանքի տեսակ։ Հիմա այդ ապօրինի նպատակը դրել է, որում եթե նկատել եք նախընտրական քարոզարշավի ժամանակ մի բառ դրա մասին չի խոսել, օրինակ չի ասել, որ մեր նպատակն է նա, որ մենք գանք իշխանության դա պիտան, մի տեղ չի ասել դրա մասին։ Ինչու՞ որտեվ հանրությունը համաձայն չի։ Որտեվ գիտի, որ հանրությունը, ասենք Հայաստանի մեր բնակչության 90%-ը դավանաբանական իմաստով Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է, հետևաբար իրանց համար անընդունելի է եկեղեցու գործերին
պետական իշխանության որևէ մարմնի, որևէ կուսակցության միջամտությունը։ Նա մարդկանցից գաղտնի է պահել, այլ բաներ է խոստացել մարդկանց, խաղաղություն է խոստացել, որը չի կարողանում ոչ մի կերպ ապահովի, երաշխավորի, չգիտեմ, թոշակներ է բարձրացրել, ձրի բուժման է տարի, կա շարքա տվել էլի։ Հիմա ասում ես ընտրել եք մեզ, ուրեմն մեզ իրավունք եք տվել դա անելու, ոչ, իրավունք իրան ոչ ոք չի տվել եւ մենք հնարավոր բոլոր ձևերով պետք է պայքարենք նաեւ այդ հանցավոր մտադրությունը խափանելու համար։ Սպասենք ձեր պայքարին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Թարմուղեղով իմ զրուցակիցը առաջին խոսափողի մոտ Էդգար Ղազարյանն էր, Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածուն, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար Մոնիկա Մամյան աշխատեց։ Կհանդիպենք։